կառույցի փաստաբանը նշել էր որոշ գործողություններ, թվարկել թե ինչ եւ ինչպես են արել այլ կառավարությունները օտարերկրյա պատանների ազատ արձակման համար, ընդգծելով միաժամանակ, որ Հայաստանը չի արել այդ տարրական գործողություններից եւ ոչ մեկ Ադրբեջանում պահվող հայ պատանների համար։ Կխնդրեմ նախ ներկայացնեք, իհարկե, եթե հարկ է, մի քանի կետեր ես կառանձնացնեմ, ինչ է ընդգծել, փաստաբանը։ Այդուհանդերձ ձեր գնահատականը Հայաստանի իշխանությունները, Հայաստանի կառավարությունը ինչ կարող էր այս ժամանակահատվածում անել, ինչ իրավական գործիքներ եւ ոչ միայն իրավական, գործիքներ կարող էր օգտագործել եւ չի օգտագործել, եւ մասնավորապես ժամանակահատվածը հետաքրքիր կար առավելագույն, այսպես ձեռնտու ժամանակահատված, որ կարող էր այդ գործիքները կիրառել, բայց չի կիրառել, խնդրեմ։ Պարոն Բեգլայան։ Իրականում այո, Ջարեդ Գենսերը որոշակի ու հստակ գործողություններ են նշել, որոնք Հայաստանի իշխանությունները կարող էին կատարել եւ չեն կատարել, որոնց մասին տարբեր առիթներով մենք էլ ենք խոսել, գոնե դրանց մի մասի վերաբերյալ իրավապաշտպան կազմակերպությունները եւ առանձին եւ հավաքական կերպով եւ այստեղ պետք է նշենք, որ այնպես չէ, որ Հայաստանի իշխանությունները այդ հնարավորությունների մասին տեղյակ չեն ու տեղյակ չէին, ուղղակի քաղաքական կամքը առկա չէր։ Եվ ցավոք սրտի այս շինծու դատավարությունների թափ առնելուց որոշ ժամանակ անց նրանք որոշ չափով սկսեցին գոնե հրապարակային որոշ քայլեր կատարել կամ գնահատականներ հնչեցնել, այն դեպքում, որ դրա վերաբերյալ պետք է վաղուց խոսեին, քանի որ ռիսկերը հստակ առկա էին, միտումները հստակ առկա էին եւ կոնկրետ գործողություններ անեին։ Ներողություն, պարոն Բեգլարյան, Հայաստանի իշխանությունները նշում են, որ առաջնորդվում են մի վնասիվ սկզբունքով, չեն բարձրաձայնում, չեն հայտարարում, որպեսզի չվնասեն, ել ավելի չվնասեն այնտեղ գտնվող գերիներին, այս առնչությամբ ինչ կասեք։ Միևնույն է, շատ հստակ է, որ եթե անգործություն է ցուցաբերվում, արդեն վնասում են, որովհետև Ալիևյան ռեժիմի ընդհանուր ձեռագիրը պարզ է, բացի դրանից իրենք հաճախակի նաև վնասում էին։ Այդ թվում Նիկոլ Փաշինյանը անձամբ, որոշ պատգամավորներ, այլ քաղաքական գործիչներ կամ պետական պաշտոնյաներ երբեմն գերիների վերաբերյալ հատկապես անվանական կերպով բավականին վտանգավոր հայտարարություններ էին անում։ Դա վերաբերում է թե Ռուբեն Վարդանյանին, թե նախկին 3 նախագահներին, թե գործող ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին, առնվազն այս 5-ի վերաբերյալ անվանական վտանգավոր հայտարարություններ են եղել։ Գնահատականներ, քաղաքական գնահատականներ, իրավական գնահատականների ակնարկներ եւ այլն, եւ դրանով իրենք արդեն վնասել են մեր գերիներին։ Էլ չասեմ, որ երբ հայտարարում են, որ մենք պատրաստվում ենք միջազգային ատյաններից հետ վերցնել միջպետական գանգատները, դա նաև վնասում է գերիներին, որովհետև այդ միջպետական գանգատները ներառում են նաև գերիների պաշտպանության եւ նրանց վերադարձին առնչվող պահանջներ, որոշումներ ընդ որում, միջանկյալ միջոցներ դատարանների կողմից, Եվրոպական դատարանի եւ Արդարադատության միջազգային դատարանի կողմից, եւ արդեն այս հայտարարությունները կրկին վնասել են։ Էլ չասեմ, որ անգործությունը թե միջազգային իրավական մեխանիզմները օգտագործելու առումով, ավելի ակտիվ կերպով օգտագործելու, թե քաղաքական դիվանագիտական խողովակները օգտագործելու առումով արդեն էլի վնասել են նրանց։ Իսկ հնարավորության առումով ես կարծում եմ, որ լավագույն հնարավորությունը առաջին հերթին 23 թվականի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանի հրամաններ եւ դրանից հետո կայացված գործարքը դեկտեմբերին, որի դիմաց 32 գերի վերադարձվեց, ես կարծում եմ, որ կարելի էր COP29-ի վերաբերյալ Հայաստանի համաձայնությունը օգտագործել եւ ավելի շատ գերիներ բերել, առնվազն 7 ռազմագերիները եւ քաղաքացիական անձինք հնարավոր էր վերադարձնել Հայաստան, որովհետեւ հիշում եք
մի ռազմագերի, կարծեմ Արեն Իսայանը, եթե ճիշտ եմ հիշում անուն ազգանունը, 23 թվականի սեպտեմբերին գերեվարվել էր։ Ոչ մի տարբերություն իր եւ մնացած 7 ռազմագերիների միջև, որոնք հիմա շինցու դատավարության մեջ են գտնվում։ Այս 7-ը նույնպես կարելի էր բերել, իմ կարծիքով իհարկե դիվանագիտական բանակցությունների խորությամբ բնականաբար չեմ տիրապետում, բայց COP29-ը այնքան արժեքավոր միջոցառում էր Ալիևի համար, որ կարելի էր նույնիսկ մնացածին էլ հետ բերել, բայց կրկին այստեղ նրբությունները, մանրամասները շատ են, դժվար է գնահատական տալ։ Դրանից հետո մինչև COP29-ի կազմակերպումը կրկին մենք ունեինք հնարավորության պատուհան եւ պատահական չէ, որ Ադրբեջանի դատախազությունը պարբերաբար երկարաձգում էր կալանքի ժամկետը, որպեսզի այս շինցու դատավարությունները սկսեն COP29-ից հետո։ Իրենք կարող էին նույնը անել COP29-ից առաջ, բայց այդ դեպքում միջազգային ճնշումը եւ ուշադրությունը ավելի մեծ կլիներ, դրա համար հետաձգեցին։ Եվ եթե Հայաստանի Հանրապետության կողմից ճնշումը մեծ լիներ, որ կալանքի ժամկետը այդ լրիվ թաքնված կերպով վարակույրների հետևում չպետք է հետաձգեն անհիմն կերպով եւ այլն, այդ դեպքում միգուցե հնարավոր կլիներ լրացուցիչ պաշտպանության միջոցներ ձեռք առնել։ Շնորհակալություն Տիկին Մելիքյան, ամեն դեպքում Հայաստանի իշխանությունները նշում են, որ քանի դեռ արդյունքները տեսանելի չեն, կատարվող քայլերը եւս տեսանելի չեն։ Ինչպես կմեկնաբանեք